Ադրբեջանական ռազմական ուղղաթիռների համար նախատեսված ամերիկյան սարքավորումների շուրջ նախապես ծրագրված գործարքը չի կայանա, հաղորդում է Հայդատի Վաշինգտոնի գրասենյակը։ Դա պարզ դարձավ հունիսի 27-ի երեկոյան, երբ պետքարտուղարությունն արձագանքեց Կապիտոլիումից հնչող մտահոգություններին, թե Բաքվին մատակարարվելիք հետևող սարքերը, որոնք ըստ որոշ տեղեկությունների հետագայում պետք է տեղադրվեին ռուսական արտադրության Mi-35M մակնիշի ռազմական ուղղաթիռների վրա, կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստորեն ստիպված է եղել դուրս բերել Ադրբեջանն այն պետությունների ցանկից, որոնք իրավունք ունեն Վաշինգտոնից զենք եւ զինամթերք ձեռք բերել։ Քլինտոնի կողմից կայացված այս որոշումը բխում է հայ ժողովրդի շահերից եւ նպաստում է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, նշել է ամերիկյան կոնգրեսի ամենահարգված անդամներից մեկը, Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ Հովարդ Բերմանը։ Ավելի վաղ, երբ հայտնվեցին այս գործարքի մասին առաջին տեղեկությունները, ադրբեջանական կողմը պնդում էր, թե ամերիկյան սարքավորումները օգտագործվելու են բացառապես Իրանի հնարավոր հարձակմանը հակազդելու համար։ Սակայն Վաշինգտոնում նկատում են, որ ռուսական ուղղաթիռները, որոնց վրա պետք է տեղադրվեին ամերիկյան սարքավորումները, հիմնականում հարձակողական բնույթի մարտական առաջադրանքների համար են նախատեսված։